Իրականում եմ եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցելու եմ հաղթանակ դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ, բարև ձեզ պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, մի քանի օրից վաղաշաբաթ խոշորացած համայնքում թիմ ընտրություններ են առաջադրված եք նաև դուք, այսօրին իրականացնում եք ակտիվ քարոզարշավ, ինչպես այն ընթացավ, ձեր սպասելիքներին այս առումով արտարացան։ Այո, մոտ 20 օրից ավել արդեն ակտիվ քարոզարշավի մեջ ենք, տարբեր հանդիպումներ, տարբեր թաղամասերում, գյուղական բնակավայրերում։ Այո, մեր սպասելիքներն արդարացան, որովհետև այն ծրագրերը, ինչը որ մենք մեր նախընտրական քարոզչության մեջ ներկայացնում ենք բնակիչներին, վաղաշաբաթցիներին, իրենց կողմից էլ հավանության է արժանանում, որովհետև այն խնդիրները, որոնք իրականում թե գլոբալ խնդիրները, թե ավելի մանր խնդիրները իրենք ներկայացնում են, իրենք են քարոզարշավի ընթացքում մեզ ասում, մենք արդեն իսկ ուրախալի է, որ մեր ծրագրում ունենք, սա փաստում է այն մասին, որ մեր թիմը բավականին պատասխանատու եւ լավ է աշխատել, փորձել ծանոթանալ խնդիրներին, զարգացման տարբեր ծրագրերին, թե Էջմիածին քաղաքում, թե գյուղական բնակավայրերում, որովհետեւ մենք գիտենք գյուղական բնակավայրերի խնդիրները եւ քաղաքային խնդիրները էապես իրենից տարբերվում են։ Կարծում եմ քարոզարշավը բնականon հունով մեր թիմը իրականացրել է, մոտ 2 օր դեռ ժամանակ ունենք քարոզչության, իրականացնելու ենք, շարունակելու ենք մինչև վերջին պահը շփվելու վաղաշաբաթցիների հետ։ Բավականին ակտիվ մեկնարկեց քարոզարշավը ոչ միայն ձեր, այլ նաև մյուս ուժերի, կանխատեսվում է, որ արդեն նոյեմբերի 16-ին եւս բավականին ակտիվ ընտրություններ կլինեն ընտրապայքարի առումով։ Այո, ես ինքս էլ կարծում եմ, որ բավականին բարձր մասնակցությամբ ընտրություններ են լինելու, որովհետև վաղաշաբաթցին այս հանդիպումները ցույց են տալիս, որ այն գիտակցության է, որ իրենից յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է լինելու համայնքի ապագայի հետ կապված եւ իրենց ընտրական իրավունքը իրենք անպայման իրացնելու են։ Քարոզարշավը շատ ակտիվ էր եւ սպասելի էր, որ այդպես է լինելու, որովհետեւ 8 քաղաքական ուժ են մասնակցել այս ընտրություններին։ Կարծում եմ յուրաքանչյուրը իր ծրագիրը ներկայացրել իր մոտեցումը վաղաշաբաթցին ամսի 16-ին իր խոսքն ասելու է։ Պարոն Խաչատրյան, ձեր դաշինքի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած։ Տեսեք, ես բազմիցս հայտարարել եմ, որ ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ եմ։ Մեր դաշինքի թիկունքում կանգնած են երկու կուսակցություններ։ Մեր դաշինքը կազմված է առաջաչակենտրոն կուսակցությունից, որի կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն ես եմ, եւ հայ հեղափոխական դաշնակցությունն է։ Սա է մեր դաշինքի թիկունք այդպիսի հասկացողություն չկա։ Իշխանությունն է ձեզ կապում շատ օրեր քաղաքական համագործակցություն երկու կուսակցության, դա փաստ է, դա դաշինքում եղած կուսակցությունների հենց դա փաստում է, եւ մենք փորձել ենք այդ ֆորմատով մասնակցել վաղաշաբաթի ընտրություններին։ Իշխանությունները փորձում են կապել, այսինքն ինչ է նշանակում փորձում են կապել։ Իմ անձն եմ փորձում կապել։ Ես քարոզարշավի սկսելուց ուղիղ եթերում հայտարարել եմ այդ հարցի մասին։ Փորձել դա ինչ որ մեծ բացահայտումներ են արել, իհարկե ոչ, ես ինքս եմ դրա մասին հայտարարել։ Մենք սա համայնքային ընտրություններ է, մեր կուսակցությունը եւ հայ հեղափոխական դաշնակցություն դաշին կազմելով մասնակցում են ընտրություններին։ Ինչ արդյունքներ կունենանք, տեսնենք նոյեմբերի 16-ի երեկոյան։ Ինչի եմ ասում, որովհետև ձեր ծննդյան օրվանից ձեր անունը Սևակ է, բայց իշխանությունը ձեզ Սաքուլիկ է ասում, ով է այդ Սաքուլիկը։ Տեսեք, այո, ճիշտ եք նկատել, ես Սևակն եմ իմ ծնված օրից, ի պատիվ մեծ բանաստեղծ Պաուլ Սևակի, իմ լուսահոգի տատը, հայոց լեզվի ու գրականության մասնագետ, երկար տարիներ վաստակավոր ուսուցիչ, ինձ անվանակոչել է Սևակ անունով։ Սաքուլիկ, այսպես ասած, դա կապում են տարիներ առաջ, որ 10 տարուց ավել տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցել մի տհաճ միջադեպ ուսանողական տարիներ լրագրողներից, որը վաղուց անցյալում է, որովհետև այն լրագրողները, ովքեր ներկա են եղել, մենք տարիներ շարունակ մենք այդ մարդկանց հետ ունենք շատ լավ երբեմն շատ ավելի մոտ հարաբերություններ, այսինքն այն ինչ որ եղել է վաղուց կարելի է ասել անցած է։ Եղել է մի տհաճ միջադեպ ուսանողական տարիների, որի մասին խոսելը ուղղակի անիմաստ եմ համարում։ Սաքուլիկն իմ ընկերն է, ես էլ եմ պատասխանել։ Իմ ընկերն է Սարգիսը, հիմա փորձելով իրեն իմ ընկերոջ անունը ինձ կպցնելով իրենց կարծիքով ինձ պիտակավորում է։
Իհարկե ոչ։ Իրենք ամբողջությամբ, ամբողջ նիկոլականներով, ամբողջ ՔՊ-ականներով, ամբողջ իրենց ֆրակցիաներով պիտակավորված են հայրենիքի դավաճանի, հայրենիքի ուրացողի, Արցախ ուրացողի պիտակով։ Դա խարան է, որ դաջված է իրենց ճակատներին ու դաջված մնալու է տասնամյակներով։ Որ վարքյանին իրենք չունենան իշխանություն, այդ վարքյանից սկսած հայ ժողովուրդը պարզապես հիմա բիրտ ուժով, տարբեր իրավական համակարգերով, ուժային կառույցներով փորձում են շատ-շատերին լռեցնել, բայց չի հաջողվում, որ վարքյանի իշխանություն չունեցան, հայ ժողովուրդը իրենց իրական տեղը ցույց է տալու եւ շատ ճիշտ կանի։ Տեսեք, վաղաշաբաթ խոշորացված համայնքը հատկապես վերջին ամիսներին հանրության ուշադրության կենտրոնում է նաև այն պատճառով, որ Մայրաթորը եւս տեղակայված է Էջմիածնում, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանն էլ սուր է արտահայտվում վեհապարի վերաբերյալ, հայտարարում է, որ Հայաստանը վեհապար չունի եւ պետք է հեռանա, ինչպես ինքն է ասում, Կտրիչ Ներսիսյանը հոգեվոր հավաք է նախատեսում, օրինակ, եթե դուք համայնքի ղեկավար ընտրվեք, արտոնելու եք, թե թույլ չեք տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի կենտրոնում հոգեվոր հավաք նախաձեռնի։ Եթե դա համայնքապետարանի ֆունկցիայի մեջ է մտնելու արտոնելը, բնականաբար չեմ արտոնելու, որովհետև ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ վստահ եմ, որ այս արշավը եկեղեցու դեմ է, ոչ թե որ ինչ որ հոգեվորականներ, իրենք փորձում են անձերին թիրախավորելով տպավորություն ստեղծել, որ սա ինչ որ կոնկրետ հոգեվորականների դեմ է, ոչ, սա հայ առաքելական եկեղեցու ինստիտուտի դեմ է։ Իրենք շատ լավ Որ ինչ անի ըստ ձեզ։ Որ օրինակ ոնց որ հովանավորանքում ենք տեսնում, եկեղեցու հետ կապ չունեցող մարդիկ պատարակի մասնակցեն, կներեք պատարակ մատուցեն, ասենք Ատամնաբուժը Սուրբ Խորանի վրա պատարակ մատուցի, ինչ որ տարբեր դաջվածքներով մարդիկ, անհասկանալի դեմքերով մարդիկ պատարակի մասնակիցներ լինեն, ուզում են պարզապես եկեղեցուն ենթարկացնեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կարելի ասել միակ ինստիտուտը, միակ կառույցը հայ առաքելական եկեղեցին է, որ դեռ իրենց ՔՊ-ական ձեռքը չի հասել եկեղեցուն, չեն կարողանում վարվել եկեղեցու հետ, ոնց իրենք են ուզում, իրենք շատ լավ գիտեն, որ առաքելական եկեղեցին թե Հայաստանի Հանրապետությունում, թե արտերկրում, մեր տարբեր գաղթօջախներում մագնիսի դեր է խաղում միշտ եւ հիմա էլ այդպես է, այսինքն եկեղեցու շուրջն է հավաքում հայ ժողովուրդը եւ փորձում իր հայրենասիրական ազգային արժեքները պահել եւ փոխանցել հաջորդ սերունդներին։ Այս մարդիկ ազգային արժեքների դեպ կռվող մարդիկ են։ Մարդիկ Արարատ սարի հետ կռիվ են տալիս եւ մարդկանց փորձում համոզել, որ Արարատ սարը պետք է ջնջել մեր հիշողություններից եւ փոխարեն առաջարկում են Արագածը։ Իհարկե Արագածը նույնպես մեր այսպես ասած հայ ժողովրդի մտքի, սրտի սարնա, որ Հայաստանության տարածքում է։ Բայց ի՞նչ է նշանակում, փորձում են արհեստական օրակարգով Արագած Արարատ ինչ որ հակադրության մեջ դնել։ Սա խոսում է իրենց ազգային արժեքներից հեռու լինելի, ազգային արժեքները մոռացության, փորձել մոռացության տալու մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի նկար Այբենարանում ուղղակի հանում են եւ ասում են թող երեխան QR կոդով Այբենարանից QR-ը ներբեռնի եւ տեսնի Մեսրոպ Մաշտոցին։ Մենք այսօր մեր երեխաները փորձում ենք այնպես անել, որ իրենք հեռախոսից կտրվեն, զբաղվեն շատ ավելի կարևոր գործով, իրենց այս մոտեցմամբ պետք է ամբողջ օրը հեռախոսը տալ երեխաների ձեռքը, ասել գնա QR-ով Մեսրոպ Մաշտոցին տես։ Եվ իհարկե Արցախյան մեր հերոսամարտի, մեր հայրենիների, մեր զոհված հայրենիքի համար կյանքը նվիրած տղաներին բոլորին փորձում են ջնջել, որովհետև իրենք կարծում են Հայաստանի Հանրապետությունը 2018 թվին է ստեղծվել։ Այնինչ մենք հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք, հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ ենք, ունենք մեր ավանդույթները եւ վստահ եմ այդ ավանդույթները մենք կարողանալու ենք մեր հաջորդ սերունդներին փոխանցել։ Տեսեք, նաև այս ընտրությունները ինչով են կարևոր, որ արժևում համապետական ընտրություններ են եւ իշխանությունը տեղային մակարդակով եւս ձգտում է ձեռք բերել հաղթանակ, ինքը լինել իշխանության, որտեղ էլ որ չի հաջողվում, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ըստ էության ընդդիմադիր համայնքապետերի հետ, եթե չեն ենթարկում իրենց որոշ դեպքերում, օրինակ Սյունիքի պարագայում մենք տեսանք, որ որոշ համայնքապետեր այնուամենայնիվ սա գոնե իմ անձնական տեսակետն է, իշխանության հետ լավ համագործակցում են, մյուսները ովքեր չեն համագործակցում իշխանության հետ, այսինքն չեն ԿՊԱ-ականացվում, ոչ ուղիղ իմաստով, բանտարկվում են լավագույն դեպքում։ Դուք չունեք նման վտավախություն։ Սյունիքի քաղաքապետերի հետ կապված չեմ կարող ասել, կարծում եմ իրենց է պետք հարցնել, ինչ վերաբերվում է այո, մենք ամեն օր տեսնում ենք, վերջին դեպքերով տեսանք եւ Լյումնու քաղաքապետը եւ Մասիսի քաղաքապետը
պարզապես ընդդիմադիր լինելու համար, ՔՊ-ական կարծիքից տարբերվող հակադիր կարծիք ունենալու համար բանտարկվել են, ձերբակալվել են, կալանավորվել, գտնվում են բանտերում։ Մենք նման մտավախություն չունենք, որովհետև դա մտավախություն չէ։ Օրինակ ինչ կարող են ձեր գրպանը գցեն։ Ոչ մի բան չեն կարողանալու գցեն, բայց այսօրվա ես որևէ քրեական գործով երբեք չեմ անցել։ Երբեք։ Այդ որ իրենք ասես խոսում են նոյեմբերի 9-ին կառավարության շենք։ Հայ ես եղել եմ նոյեմբերի 9-ին, մնացած 25000 մարդու նման։ Ես նույնիսկ հարցաքննվել եմ այդ գործով ազգային անվտանգության ծառայությունում, եթե ոնց եք մտածում, եթե որևէ հանցանքի նշույլ լիներ։ Արդյոք ես չէի անցնի որևէ քրեական գործով, չէի ունենա որևէ կարգավիճակ, այսօր էս իրենց համար նպաստավոր եւ հարմար պահին։ Արդյոք չէին ձերբակալի եւ կալանավորի։ Բնականաբար չկա նման բան, դրա համար էլ չեն կարող, ոչինչ չեն կարող անել, բայց յուրաքանչյուր ստորություն օրվա իշխանություններից մենք սպասում ենք, մեր թիմը պատրաստ է, մենք այդ սցենարն էլ ենք քննարկել, բացի ինձնից մեր թիմում շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան եւ մենք մեր պլան B-ն էլ ունենք, պլան գնել ունենք, հա, բոլորն ունենք հաստատական մեր կարծիքի մեջ, մեր աշխատանքի մեջ գնալու ենք առաջ։ Որն է ձեր թիմի հիմնական քաղաքական ասելիքը, ինչ եք դուք ասում վաղաշաբաթցիների, նաև քաղաքական առումով ծրագրերին այս օրերին բնականաբար մարդիկ ծանոթացել են, որն է ձեր քաղաքական ասելիքը։ Տեսեք, համայնքային ընտրություններ են եւ ծրագրային մասով համայնքի բարելավման աշխատանքների հետ կապված ենք խոսում բնակիչների հետ, այս ընտրությունը եւի ընտրությունները եւ քաղաքական բաղադրիչ ունի եւ քաղաքական բաղադրիչը եւ համայնքային խնդիրների լուծման տարբերակները տեսլականը, այսպես ասած, կարելի ասել հավասար նժարի վրա եմ դնում, որովհետեւ երկուսն էլ շատ կարեւոր է։ Ծրագրային մասով, այո, մենք շատ ծրագրեր ունենք, շատ ներկայացրել ենք բնակիչներին, գյուղական համայնքի եւ վերջմիասնեցիներին, իսկ ինչ վերաբերում է քաղաքական մասով մենք կոչ ենք անում եւ բնակիչներն իրենք էլ մեզ այդ հանդիպումներում, երբ որ մոտենում ենք, փորձում խոսել բնակչի հետ, առաջին հարցը հետեւյալն է՝ հո ՔՊ չեք, հո ՔՊ-ական չեք։ Երբ որ ասում ենք չէ, դրանից հետո զրույցն ավելի ջերմ է դառնում, ավելի առարկայական է դառնում, ավելի ծրագրային է դառնում։ Այսինքն եւ քաղաքական բաղադրիչը եւ համայնքի առաջ ծառացած խնդիրի լուծման բաղադրիչը մենք երկուսն էլ հավասարապես կարևորում ենք, որովհետև սա վերջով կուսակցություններն են մասնակցում այս ընտրությունը։ Իրանք որքան էլ փորձեն տանել պադյեզդի մակարդակի ընտրություններ, խոսել միայն տոմետից, խոսել միայն բորձյուրից, ամեն դեպքում սա տեսակի ընտրություն է, ես էլի եմ հայտարարել։ Սա ազգային արժեքներ կրող մարդկանց եւ ճիշտ հակառակը ազգային արժեքներ ուրացող մարդկանց պայքար է։ Եվ այս պայքարում վաղաշաբաթցիները պետք է շատ լավ գիտակցեն, շատ լավ հասկանան։ ՔՊ-ի իհարկե բացառում եմ, բայց ՔՊ-ի հաջողության դեպքում առաջինը լինելու է հայ առաքելական եկեղեցու կազմաքանդումը, այնպիսի կազմաքանդում է լինելու, օրինակ, որ կարող է ՔՊ-ական պատգամավորներից մեկը վաղը մատուցի պատարակ, ես անկեղծ եմ ասում, ոչինչից չեմ զարմանալու։ Եվ մնացած այն հրեշավոր ծրագրերը, ինչը Նիկոլ Փաշինյանը եւ իր նեղ կուսակցական թիմը փորձում է տանել Հայաստանի Հանրապետության հետ։ Ակնհայտ է, որ իշխանության համար այս ընտրությունները եւս խիստ կարեւոր են, դա նկատել է նաեւ եւ նախարարի մակարդակով, ով մասնակցում է Քարոզ Արշավին եւ Մարսպետը, ով աշխատանքային ժամերին շատ հաճախ եւս ներգրաված է Քարոզ Արշավին, դուք այնուամենայնիվ վարչական ռեսուրսի խախտման կոպտագույն դեպքեր արձանագրել եք, թե ոչ։ Շատ ենք արձանագրել ենք մարդկանց վրա բռնաճնշումներ, տոտալ բռնաճնշումներ, նման բան ես երբեք Հայաստանի Հանրապետությունում ամենայն անկեղծությամբ չեմ տեսել եւ մարդուն պարզապես փողոցով անցնելուց մի կուսակցություն Քարոզ Արշավ իրականացնելուց բուկլետա տվել, մարդը բուկլետը վերցրել է կուլտուրայից ելնելով, մարդուն դպրոցի տնօրենի 50 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժին աշխատանքից ազատել են։ Սա խոսում է իրենց փոքրոքի լինելու մասին։ Բազմաթիվ են իմ բոլոր բարեկամներին աշխատանքից ազատել են։ Իմ թիմակիցների բարեկամներին, ով ունի բիզնեսներ, տարբեր ձև փորձում են ճնշումներ անել։ Երեք էլ հարցազրույցներից մեկում ասում են դեպքեր գիտեք, ասում եմ սա դա 1, երկրորդ, երրորդ ասում եմ որ 10-ատ ասեմ, ասում եք լավ, դե 10, բա 11-րդը։ Այսինքն ամեն օր եւ ինչքան մոտենում են ընտրությունները, այդքան այն ճնշումները մեծանում են։
իրենք լավ չեն պատկերացնում, որ յուրաքանչյուր իշխանություն ժամանակավոր է։ Այս իշխանությունն էլ է փոխվելու։ Հետո իրենք այդ մարդիկ փոքր համայնք է վաղ շաբաթը։ Հետո այդ մարդկանց աչքերի մոտ, այդ մարդկանց ընտանիքի անդամների աչքերի մեջ չեն կարողանալու նայեն։ Չեն կարողանալու մեր քաղաքում ման գալ։ 2018 թվականին, երբ այս մարդիկ եկան իշխանության, մեծ մասին գրեթե 90%-ին այս մարդկանց բարև են տվել իշխանության գալուց հետո մարդիկ։ Իմացել են ով են կամ փորձել են իշխանություն ունեն հետները շփվել։ Երբ իշխանազրկվեցին, իրենց բարև տվող չի լինելու, իրենց դեմքին նայող չի լինելու։ Ոնց եղել են ոչ մի բան, տենց մնալու են ոչ մի բան իրանք։ Ուղղակի իշխանությունն է, կոստյումն է, որ հագել են, տարածքային կառավարման նախարարը գալիս է գյուղեր, մասնակցում արձակուրդ է վերցրել հատուկ, տարածքային կառավարման նախարարը պատկերացրեք։ Արձակուրդ է վերցրել, որ վաղաշաբաթի ընտրություններին մասնակցի, դեն ինչ ֆորմատով է մասնակցում, գնում է գյուղեր, դպրոցի դասատուներին, մանկավարժներին, մանկապարտեզի աշխատողներին հավաքում են գյուղում ինչ-որ միտեղ, իդեպ ոչ մի ոչ աշխատանքային օր գյուղական համայնքում քարոզարշավ չեն արել, որովհետև եւ մանկապարտեզն է փակ, եւ դպրոցն է փակ։ Չեն կարողանալու կոլեկտիվներին զորով, ճնշումներով բերել գյուղական համայնքներում այդ քարոզարշավին։ Գնում զբաղվում է բամբասկոտությամբ։ Փոխանակ ներկայացնի նախարարը, իրենք ամեն դեպքում լավ մասնակիցն ես, քո քաղաքական թիմի անդամն ես, փոխանակ ներկայացնի այս ծրագիրը ինչ են ուզենալու անել, ասեն թե ոնց են գյուղացու կյանքը վերածել դժոխքի, գյուղացուն որպես թալանի մատերիալ են նայում, գնում սկսում զբաղվել բամբասկոտությամբ մյուս տեխնացուների մասին։ Ձեզնից ինչ են բամբասը։ Այն որ մի արտահայտություն էր անում, նայեք Խուդաթյանի բանի Մեխակյանի դեմքին, նայեք Սևակ Խաչատրյանի դեմքին։ Ինքեր բամատարին նայի դեմքներից։ Դու չգիտես, որ քո դեմքին նայող չի լինելու, որ վարկյալին իշխանություն չունեցել, քո դեմքին ոչ մեկ չի նայելու։ Իշխանություն ունես, կողքերդ մի քիչ հավաքվել են, տենց ու իդեպ մարդիկ, ովքեր գիտեն, որ ԿՊ-ն իշխանության չեղավ, իրենք ուրիշ կարիերայի որևէ հմտություն չունեն, ոչ մի բանի մասնագետ են, այդ մարդիկ չեն կարողանալու։ Հիմա գոնե Ինչի մեկը նախկինում բարմեն է եղել, մյուսը տաքսիստ է եղել, ինչ է գնահատում։ Դե հիմա այս ընթացքում նաև այդ որակներն են կորցրել երևի բարմենի, գիտեն, որ էլ չեն կարա կամ ասում են հիմա ոնց կլինի, ասենք, ինչ որ պաշտոն ունեմ, վարչության պետ եմ կամ չգիտեմ, այլ պաշտոնի եմ, հետո նորից գնամ բարմեն աշխատեմ։ Ովքեր են ձեր կամ ով է ձեր քաղաքական հակառակորդն այս ընտրություններում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Հանրապետություն կուսակցությունը, ով կցորդն է քաղաքացիական պայմանագիր։ Իդեպ քաղաքացիական Հանրապետություն կուսակցությունը երբեմն ավելի շատ նիկոլ է, քան ԿՊ-ականները։ Օրինակ Հանրապետություն կուսակցության ղեկավարին Արամ Սարգսյանին ամեն օր մի հատ տեքստ են տալիս ձեռքը, ասում են գնա Էջմիածնում կանգնի, մի հատ Սևակի տալիս։ ԿՊ-ի գրասենյակից ասում են մի հատ Սևակի դեմ մի հատ տեքստ ասա ու հետ արի Էջմիածնից։ Այս մարդը նույնիսկ իմ մասին սկզբից խոսում էր, տեքստը տվել են չէր հասկանում ինչ էր խոսում։ Չէր կարողացել նորմալ ծանոթանալ, չգիտեր ինչ է, հետո եւի սովորացրեցին, ասի սխալ ասեցին, սխալ ուղղությամբ ես գնում, պետքա սենց խոսես էլի։ Իրենք եկել են Էջմիածնում ոչ թե ձայներ հավաքելու, պարզապես ընտրությունները կեղտոտելու, ընտրությունների վրա ստվեր գցելու, ընդդիմադիր տեխնացուներին փորձելու վարկաբեկել, եւ այս չի ստացվում։ Այդ ամեն ինչը չի ստացվում։ Զգում եմ, որ չի ստացվում։ Եվ ամսի 16-ին մենք դա տեսնելու ենք, որ չի ստացվել։ Եվ իրենք մնալու են ձեռնունայն։ Պարոն Խաչատրյան, բացի այն, որ հետընտրական իրավական առումով զարգացումներին ասեցիք պատրաստ եք, ունեք պլաններ, հետընտրական քաղաքական զարգացումներին պատրաստ եք արդյոք, այսինքն կոնսուլտացիաներ մյուս ընդդիմադիր ուժերի հետ արդյոք եղել են կամ պատրաստ եք հետընտրական զարգացումները քննարկելու, ինչպես ասեցիք, ձեր քաղաքական հակառակորդը երկուսն են, քաղաքացիական պայմանագիրը եւ Հանրապետությունը, սա նշանակում է, որ մյուս ուժերի հետ հնարավոր համագործակցությունը չեք բացառում, օրինակ, եթե որևէ մի ուժի չհաջողվի 50+1 հավաքել, հնարավոր է միանալ, օրինակ, ինչպես ասում էր Գյումրի 2, ԿՊ-ն ասում է Գյումրի 2 թույլ չենք տալու, Գյումրի 2 լինի։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, մեր թիմը գնում է բացարձակ հաղթանակի, վաղաշաբաթը 50% եւ ավել ձայն ստանալու, սակայն երբ այլ արդյունք տեսնենք, բնականաբար համագործակցության եզրեր իրենց ընդդիմադիր համարող, ընդդիմադիր ուժերի հետ, բնականաբար կարող են լինել, մենք հայտարարել ենք, որ մեզանից ով մեկ ձայն մեր կուսակցությունից, մեր դաշինքից մեկ ձայն ավել հավաքի, մենք պատրաստ ենք ամբողջապես
մեր թիմով օգնել, որպեսզի ԿՊ-ն Վաղաշապատ համայնքում իշխանազրկվի։ Կարծում եմ իրենք էլ հայտարարություններ կանեն, կտեսնենք, իսկ որևէ պայմանավորվածություն կուլիսների ետևում հանդիպում չի եղել նման բան, ամեն դեպքում ընդդիմադիր դաշտից հանդես եկող կուսակցության համար սա պետք է լինի ենթադրելի, որ հնարավոր է նաև ընտրության արդյունքներով լինի որևէ համագործակցություն, որպեսզի ԿՊ-ն այլևս չվերարտադրվի Վաղաշապատ համայնքում, որովհետև իրենք 7 տարի իշխանության են, 7 տարի Էջմիածին քաղաքը վերածել են Ինչի։ Այսպես ասած, անդեմ քաղաքի, անգույն քաղաքի, մեր քաղաքը մեր տղաներից մեկն ասում, ինքը դրա մասնագետն ասում, այս քաղաքը ռասկուլաչիտ են արել, իրոք ռասկուլաչիտ են արել, իսկ Խոյ համայնքի մասին գյուղական համայնքի, իրենք ամեն օր գյուղացիների կյանքը շատ ավելի բարդացնում են, ստեղծում անհարմարավետություն, չեն թողնում, որպեսզի գյուղացին զբաղվի իր բուն գործով, ջերմոցային տնտեսություններով, հող մշակելով գյուղացու հիմնական զբաղմունքը իր տան ապրուստը ապահովելու միջոցը հենց դա է։ Մշտական արտիզյան հորերի խնդիր, մշտական ոռոգման ջրի խնդիր, մարդը ջերմոց 1000 մետր ջերմոց կառուցելու համար ծախսում է մոտ 1.5 միլիոն դրամ եւ սպասում 10 ամիս։ Այն դեպքում, երբ որ նախ այդ 10 ամսում գյուղացին կարող էր այդ 1.5 միլիոնից մի 3-4 անգամ ավել արդեն փող աշխատել, իր ընտանիք փող տանել, այսինքն մարդը իր բակում, իր հողամասում սեփական տան Երբ որ փոքր ջերմոց է կառուցում, անմիջապես գալիս են, տուգանում են, ակտավորում են, աբսուրդային մի բան կա ջերմոց կառուցելու եւ ջերմոցի եւ հիմնական շինության, այսպես ասած, բանը, շինթույլտվությունը վերել հավասարացրել են իրար։ Այն դեպքում, երբ որ ջերմոց կառուցելու համար մարդը կարող է այս տարի կառուցի, որևէ բերք աճեցնի, հաջորդ տարի որոշի, որ ենթադրենք այդ ջերմոցը պետքա ապամոնտաժի, այլևս ձեռք չի տալիս։ Պարոն Խաչատրյան, ձեր շանսերն ինչպես է գնահատում։ Գնահատում ենք շատ բարձր, մենք դա համոզվել ենք աղաշապացիների հետ հանդիպումների արդյունքում, իրենք էլ մեզ շատ ոգևորել են, որ երբեք մեր բռնածուղուց ետ չկանգնենք, եւ իրենք վստահ են, մենք իրենց վստահեցրել ենք, որ մենք այն մտքով, այն ծրագրերով, ինչ որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև վերջ գնալու ենք մեր նպատակին հասնելու համար, իսկ ժողովրդի քվեն ստանալուց հետո մեզ սպասվում է ամենօրյա, ամենժամյա աշխատանք, որպեսզի Վաղաշապատցին ինքը տեսնի, թե ինչպես պետք է լինի համայնքային իշխանությունը։ Այստեղ շատ կարևոր է նաև գյուղական համայնքի բնակիչների համար։ Այս մարդիկ իրենց սուտասան խմբակներով, հիմա էլ տեսնում են, որ իրենց շանսերը շատ քիչ է, գյուղացիներին ասում են, դե Սևակը Էջմիածնից է, ինքը կարող է Էջմիածնին ավելի լավ նայելի, գյուղերին լավ չնայի։ Ես ուզում եմ գյուղացիներին ասել, հավաստիացնել, որ եթե դուք մեզ վստահեք, դուք կտեսնեք ձեր գյուղը ամեն օր զարգացող, ձեր կյանքը ամեն օր ավելի հեշտացվող աշխատանքներ։ Այս ԿՊ-ական, նիկոլական ստախոսության բանսարկություններին թող տեղիք չտան, ես վստահեցնում եմ, որ գյուղական համայնքները մեզ համար շենացնելը նաև որպես տղամարդու պատվի հարց է, ու մենք դա պատվով ենք իրականացնելու, որովհետև մենք շատ լավ գիտենք գյուղացու դերն ու արժեքը պետության մեջ, որքան գյուղացու վիճակը լավ է, այնքան լավ է տվյալ պետությունը։ Դա ուղիղ համեմատական է իրար հետ։ Ինչպիսին է լինելու նոյեմբերի 17-ի առավոտը Վաղաշապատ խոշորացված համայնքում քաղաքական առումով։ Կարծում եմ ավելի մաքուր առանց քաղաքացիական պայմանագրի։ Սա քաղաքում մթնոլորտ է փոխելու մեր երբեմնի, մեր Վաղաշապատ համայնքի, մեր Էջմիածին քաղաքի երբեմնի կոլորիտը։ Մենք շատ կարճ ժամանակում հետ ենք բերելու։ Այն, որ իրենք փորձել են մեր քաղաքը սարքել անգույն, անդեմ, Էջմիածնի պես քաղաքը դարավոր պատմություն ունեցող, մենք հետ ենք բերելու Էջմիածնեցին, նորից իրեն զգալու է հպարտ, կլինի Էջմիածին քաղաքում, դե կլինի արտերկրում, մեր շատ Էջմիածնեցիներ այսօր գտնվում են արտերկրում, կայացած բիզնեսմեններ են կամ իրենց կյանքը շարունակել են այնտեղ, իրենք պետք է իրենց շատ լավ զգան, տեսնեն եւ մենք հուսով ենք, որ մեր աշխատանքներն նաեւ նպաստելու են նրան, որ ենք վերադառնան իրենց հարազատ քաղաքում շարունակեն իրենց կյանքը եւ իրենց գործունեությունը։ Քանի որ ասեցիք, ձեր շանսերը բարձր է գնահատում, գնում եք բացարձակ հաղթանակի, արդեն
ըստ էության մտովի պատկերացնում եք, որ դուք եք Էջմիածնի քաղաքապետը, շարունակելով դա պատկերացրեք նաև, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Էջմիածին, դիմավորելու եք եւ ցեղտնելու եք Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Իհարկե ոչ։ Ես ինչի համար պետք է Նիկոլ Փաշինյանին դիմավորեմ, որ կարգով է, որ արարողակարգով է, որ պետք է Նիկոլ Փաշինյանին դիմավորեմ Էջմիածնում։ Մենք զբաղվելու ենք մեր քաղաքային խնդիրներով, մենք օր ու արև չենք տալու իշխանություններին, որպեսզի մեր ծրագրերը, ինչը որ կախված է լինելու կառավարությունից, եւ ինչը կախված է լինելու տարբեր նախարարություններից, որպեսզի իրականացվի շատ արագ, եթե իրենք սուբվենցիոն 2 ծրագիր ներկայացնում, մենք 4 ենք ներկայացնելու, իրենք իրենց թիմակից լինելով աչք են փակում իրենց ապօրինությունների վրա։ Մեր դեպքում ես ինքս լավ հասկանում եմ, չէ՞ որ դա տենց չի լինելու։ Մենք ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք լինելու, խոշորացույցի տակ ենք լինելու եւ դա էլ լինելու է պատճառ, որպեսզի թիմը սրբորեն ծառայի համայնքին մեր։ Շնորհակալություն եւ եզրափակելով, եթե ունեք աստելիք ընտրողներին, ընտրություններից ընդառաջ տալիս ենք ձեզ այդ հնարավորությունը, տեսախցիկը ձեր առաջ է։ Կարող եք Իհարկե ունեմ ասելիք մեր շատ սիրելի վաղաշապացիներին, Խոյ համայնքի բնակիչներին, Էջմիածնեցիներին, Ոսկեհատ համայնքի բնակիչներին ես բոլորիդ կոչ եմ անում, հորդորում անպայման մասնակցել ընտրություններին։ Վստահ եղեք, յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է համայնքի համար, համայնքի ապագայի համար։ Երբևէ վաղաշապացու ձայնը այսքան կարևոր չի եղել։ Մասնակցեք, քվեարկեք մեր քաղաքական թիմի օգտին, մենք քվեաթերթիկ առաջինն ենք, հաղթանակ դաշինքի օգտին։ Եթե ինչ-ինչ պատճառներով մեր ծրագիրը ձեզ դուր չի եկել կամ ձեր ձայնը չեք ուզում տալ հաղթանակ դաշինքին, տվեք այլ ընդդիմադիր տեխնացուների։ Բացի քաղաքացիական պայմանագրից եւ հանրապետություն կուսակցությունից ձեր ձայնը կարող եք տալ մնացած բոլոր քաղաքական ուժերին։ Եղեք ակտիվ, բոլորով միասին մեր երազած, մեր պատկերացրած համայնքը ունենալու ենք։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եմ հաղթանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։